Բարև ձեզ Ազատություն TV-ի եթերում լուրերի թողարկումն է։ Մարտի սկզբին սպասվում է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Երևան եւ Բաքու, օրակարգում Ղարաբաղյան կարգավորման հարցն է։ Սլովակիայի արտաքին գործերի նախարարը շեշտել է Հայաստանում անցկացված վերջին ընտրություններն ու չի թաքցրել, ուզում են հասկանալ, ինչ արդյունքի կարելի է հասնել ստեղծված նոր իրավիճակում։ ԵԱՀԿ նախագահող Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչեկը պլանավորում է մարտի առաջին կեսին այցելել Հայաստան եւ Ադրբեջան քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը։ Այս մասին նա ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում երեքշաբթի օրը կայացած մամուլի համատեղ ասուլիսում։ У нас имеется новая ситуация после выборов. В Армении есть правительство, которое получило очень сильный мандат. Միրոսլավ Լայչեկի խոսքերով, ընտրություններից հետո Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծվել, կառավարությունը շատ ուժեղ մանդատ է ստացել եւ դրա հետ կապված ինչ որ ակնկալիքներ կան։ Именно я хочу, чтобы мой визит помог. Ես ցանկանում եմ, որպեսզի իմ այցելությունը օգնի հստակեցնելու ինչ է հնարավոր ակնկալել եւ ինչ արդյունքների է հնարավոր հասնել։ Մեր նպատակը Մինսկի գործընթացի համանախագահներին օգնելն է, որպեսզի օգտագործվի այդ նոր իրավիճակը, ասել է նա։ Использовать эту новую ситуацию. Միրոսլավ Լայչեկը նաև ընդգծել է, որ ամբողջովին աջակցում են Մինսկի խմբի համանախագահներին եւ ինքը կանոնավոր հանդիպում է նրանց։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, թե երախտապարտ են ԵԱՀԿ-ի գործող նախագահի դրական տրամադրվածության համար։ Работают в тесном контакте. Они уже встречались и с лидерами Армении, Азербайджана, с министрами иностранных дел, готовятся новые контакты. Նա նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահները սերտ կապերով են աշխատում, համանախագահներն արդեն հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եւ արտաքին գործերի նախարարների հետ, նախապատրաստվում են նոր շփումներ, հաշվի առնելով, որ Հայաստանում բոլորովին վերջերս նոր կառավարություն է ձևավորվել եւ անտարակույս լրացուցիչ ժամանակի կարիք կա հասկանալու, թե տվյալ փուլում որքան ակտիվ եւ որքան խորն է հնարավոր զարգացնել կարգավորման գործընթացը։ Должны приниматься в прямом разговоре, на прямых переговорах между сторонами. Ռուսաստանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն կարող է միայն աջակցել երկխոսության պայմանների ստեղծմանը, լուծումը պետք է ընդունվի կողմերի միջև ուղիղ բանակցություններով, նշել է Սերգեյ Լավրովը։ Պետեկամյութների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի խոշոր 1000 հարկատուների ցանկը։ Այն գլխավորում է Grand Tobacco-ն։ Ընկերությունը վերջին տարիներին երբեք առաջինը չի եղել, կոմիտեից պարզաբանում են նախորդ տարիների հետ համեմատությունը սխալ է, մեթոդոլոգիա է փոխվել։ Եթե հաշվարկն արվեր նախկինի նման, ամենախոշոր հարկատուն հանքարդյունաբերող ընկերություն կլիներ։ Մինչ տնտեսագետներն ու իշխանական падգամավորները ոգևորված արձանագրում են, որ վերջին տարիներին առաջին անգամ տարվա խոշորագույն հարկատուն մշակող արդյունաբերական ոլորտից է, խոսքը Grand Tobacco ընկերության մասին է, Պետեկամուտների կոմիտեից հստակեցնում են։ 2018 թվականին նոր հարկային օրենսգրքի փոփոխության եւ ընդհանուր գանձապետական հաշիվ գաղափարի ներմուծմամբ պայմանավորված խոշոր հարկատուների ցուցակի ամփոփման մեթոդոլոգիան փոփոխության է ենթարկվել եւ նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությունը սխալ է։ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը բացատրում է մեխանիզմն ու հստակեցնում 2018-ի ամենախոշոր հարկ վճարողը հանքարդյունաբերող ընկերություն է։ Ասենք 17 թվականին կազմակերպությունը վճարել է 10 միլիոն դրամ, ինքը անկախ նրանից հաշվարկով ներկայացրել է 1 միլիոն թե 10 միլիոն, այդ 10 միլիոն դրամը համարվել է բյուջետային եկամուտ։ 18 թվականի նույն պատկերը ունեն, կազմակերպությունը միասնական հաշվին վճարել է 10 միլիոն դրամ, սակայն հաշվարկով ներկայացրել է վճարման ենթակա 1 միլիոն դրամ։ 18 թվականի համար բյուջետային եկամուտը կհամարվեր 1 միլիոն դրամը։ Սա է տարբերությունը հաշվառման։ 2018 թվականի ամենախոշոր հարկ վճարողը դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Նրա վճարումները կազմել են ավելի քան 51 միլիարդ, նախորդ տարվա մոտ 19 միլիարդ դրամի փոխարեն։
Սա ամենաբարձր աճ արձանագրած մեր կազմակերպությունն է հարկերի վճարման առումով, նախորդ տարի կազմակերպությունը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Երկրորդ տեղում Grand Tobacco կազմակերպությունն է, որի հարկերի վճարումը 18 թվականին ավելացել է ավելի քան 7.6 միլիարդով, կազմակերպությունը նախորդ տարի եւս զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Եվ երրորդ տեղում է Gazprom Armenian, որը 2017 թվականին զբաղեցրել է առաջին հորիզոնականը, այս կազմակերպության մոտ հարկերի վճարումը ավելացել է մոտավորապես 300 միլիոն դրամով։ Նախ սա համադրելի ցուցանիշներ ներկայացնելու համար էր։ Ընդհանուր առմամբ 2017 թվականի համեմատ առաջին խոշոր 10 հարկ վճարողների ցանկում տեղի ունեցել ընդամենը մեկ փոփոխություն։ Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդ տարի զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը եւ 2018 թվականին շուրջ 11.5 միլիարդ դրամ պակաս հարկ վճարելով հայտնվել է 13-րդ հորիզոնականում։ Այսպիսով 2017 թվականի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են ավելի քան 14%-ով։ Ցուցանիշը տնտեսական աճի եւ ստվերի կրճատման արդյունք է։ Մեկ ցավալի լուր փետրվարի 18-ին Միացյալ Նահանգներում վախճանվել է բարերար հայկական բարեգործական ընդհանուր միության նախկին նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնը, այդ մասին հաղորդել է միության պաշտոնական կայքը։ Մեծ կորուստ Հայաստանի եւ աշխարհասփյուռ բոլոր հայերի համար Twitter-ում գրառում է կատարել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Լուիզ Մանուկյան Սիմոնին բնորոշելով որպես հայ ժողովրդի լեգենդ եւ հերոս։ Լուիզ Մանուկյան Սիմոնը Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանի դուստրն է, ծնվել է 1933 թվականին Դեթրոյթում, որ նախագահությունից հետո 1989-ին դարձել է հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ եւ այդ պաշտոնը զբաղեցրել 12 տարի։ Նրա նախագահությամբ միությունը մի շարք կարևորագույն ծրագրեր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում, մասնավորապես Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրումը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ համատեղ հայորդ հաստաների եւ բարեգործական ճաշարանների ստեղծումը 2000 թվականին Լուիզ Մանուկյան Սիմոնը եւ նրա եղբայր Ռիչարդ Մանուկյանը $2 միլիոն են նվիրաբերել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը։ Թեմաների մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ամենամյա ուղերձով կդիմի Դաշնային ժողովին։ Ուղերձը նախատեսված է մոտ 1 ժամից եւ հեռարձակվելու է պետական հեռուստաալիքներով։ Պուտինը Ռուսաստանը ղեկավարում է արդեն 2 տասնամյակ, 1999-ից ի վեր նա կամ երկրի նախագահն է կամ վարչապետը։ 2018 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահը վերընտրվել է 6 տարի ժամկետով։ Քննադատները պնդում են, որ Վլադիմիր Պուտինն իր ձեռքում է պահում իշխանության ղեկին գտնվելու մենաշնորհը ճնշելով ընդդիմությանը եւ այլախոհներին։ Ուկրաինայում նշում են հեղափոխության 5-րդ տարեդարձը։ Տոնակատարություններին մասնակցելու համար Կիև ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ռադայի ամբիոնից խոսել է ուկրաիներեն ու ոչ միայն իր, այլև Եվրամիության անունից հայտարարել աջակցում են Ուկրաինային։ Միայն Ուկրաինային աջակցող մարդը կարող է իրեն եվրոպացի կոչել։ Երեկ Գերագույն Ռադայի ամբիոնից հնչեցրած ելույթում նման հայտարարությամբ հանդես եկավ Եվրամիության ղեկավար մարմնի Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ուկրաինացի падգամավորներին դիմելով նրանց մայրենի լեզվով։ Тільки той, хто солідарний з Україною, має право називатися європейцем. Միայն նա, ով համերաշխություն է ցուցաբերում Ուկրաինայի հետ, եվրոպացի կոչվելու իրավունք ունի։ Այն մարդիկ, որոնք պատրաստ են վաճառել Ուկրաինան, վաճառում են նաև Եվրոպայի ապագան։ Պատահական չէ, որ այն քաղաքական գործիչները, որոնք հարցականի տակ են դնում եվրոպական ինտեգրման նպատակահարմարությունը, կասկածի տակ են առնում նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ասա, թե ինչ ես մտածում Ուկրաինայի մասին, եւ ես կասեմ, թե ինչ կարծիք ես Եվրոպայի մասին, հայտարարում էր Տուսկը։ Скажи, що думаєш про Україну, і я знатиму, що думаєш про Європу.
Եվրոպական հանձնաժողովի նախագահը Կիև էր ժամանել 2014 թվականի ուկրաինական հեղափոխության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Այս տարի հեղափոխության տարելիցը համընկավ նախագահական ընտրությունների ակտիվ քարոզարշավի մեկնարկի հետ, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, Դոնալդ Տուսկն ուկրաինացի քաղաքական գործիչներին զսպվածության կոչ արեց։ Առաջիկա ընտրություններում աշխատեք միմյանց չափազանց մեծ վնաս չհասցնել ձեր պատմությունը, ինչպես նաև իմ ժողովրդի լեհերի պատմությունը վկայում է, որ մեր երկրներում ծագող ներքին հակամարտությունները լավագույն նվերն են երրորդ ուժի համար, հայտարարում էր Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Իմ անձնական փորձից, ինչպես նաև լեհ ժողովրդի պատմական փորձից ելնելով, շատ լավ հասկանում եմ, որ վտանգի պահին միայնության զգացումը կարող է ավելի ծանր ընկալվել, քան անգամ թշնամու հարձակումը։ Դուք սակայն համարձակորեն դիմակայել եք եւ շարունակում եք դիմակայել ձեր ագրեսիվ հարևանի չարական մտադրություններին։ Դուք դա անում եք մի իրավիճակում, երբ համաշխարհային քաղաքական թատերաբեմի մի շարք ազդեցիկ դերակատարներ երկդիմի կամ անտարբեր պահվածք են ցուցաբերում, հայտարարում էր Տուսկը, մեկ անգամ եւս ընդգծելով, որ Եվրամիության կառույցները շարունակելու են աջակցել Կիևին։ Այսօր այստեղ Գերագույն Ռադայում ես հայտարարում եմ ոչ միայն իմ, այլև ողջ Եվրամիության անունից։ Մենք ձեր կողքին ենք եւ մենք ցանկանում ենք հետագայում եւս աջակցություն ցուցաբերել ձեզ։ Մեր հաջորդ եթերաժամը 13:00-ին է, կհանդիպենք։